Հանրային հեռուստաընկերության հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ոչ հերքեց, որ չհաստատեց, փաստացի անարձագանք թողեց հարցազրույցավարի այն պնդումը, թե այս 9 միլիարդը Հայաստանը մտնելու TRIP հիմնադրամի միջոցով։ Ինչ կապ կարող է ունենալ այս ներդրման հետ TRIP-ը ընդհանրապես։ TRIP-ը ընդհանրապես որևէ կապ չունի այս հայտարարության հետ։ Սա փորձում են հնչեցված 9 միլիարդը ինչ որտեղ տեղավորել եւ մաքսիմալ հնարավորությամբ շարքել։ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցի ընթացքում ըստ էության ասաց, որ այքանի կա TRIP-ը կլինի Հայաստանի ինքնիշխանությունը։ Եվ այսպիսի ձևակերպում կար հիմա, եթե գրեթե բառացի կմեջբերեմ, որ 99 տարով կա TRIP-ը, ուրեմն առնվազն 99 տարի կա Հայաստանի ինքնիշխանությունը, շատ լավ է։ Նույնիսկ չգիտեմ ինչ ասեմ, դա շատ ավելի ճիշտ կլինի այդ հարցերը տակ բարձաբանումների համար հոգեբանների կամ հոգեբուժների, որտեղ հոգի իրականությանը ընդհանրապես կապ չունի։ Այն տեսքով, որը կա այսօր, TRIP-ը Հայաստանին գրեթե ոչինչ չի տալիս։ Եվ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան սկսել է կառուցել երկաթուղի ղարս Նախճեվան, սա նշանակում է մեկ բան։ Ես ուղղակի կրկնեմ այն բանաձևը, որը ասել եմ, միգուցե մի քիչ մոդիֆիկացնեմ։ TRIP-ը այս վիճակով դա ամերիկյան ծրագիր է Հայաստանի տարածքում Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Մի քիչ մոդիֆիկացրեցի։ Սա այն ճիշտ բնութագիրն է, որը կարող եմ ես տալ TRIP-ին։ Եթե TRIP-ի մասշտաբը չմեծանա, եթե TRIP-ը չներառի իր մեջ ճանապարհը միջև երաս, եթե դրա մեջ չի մտնելու նաև Իրանի հետ երկաթուղային կապը, կրկնում եմ TRIP-ը ամերիկյան ծրագիր է Հայաստանի տարածքում Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, որի հետ զրո առնչություն կարող է ունենալ այս 9 միլիարդի։ Չտա ընդհանրապես կապ չունի 9 միլիարդը TRIP-ի հետ։ TRIP-ը խոսքը գնում է Հայաստանի տարածքով այս կորիդոր Միջանցք ձևավորելու մասին։ Ուրիշ թեմա այստեղ ուղղակի չկա։ Առավելագույն ներդրումը, որը կարելի է այստեղ անել, $100 միլիոն է։ Մոտարապես 80-90 միլիոն դա ճանապարհն է եւ երկաթուղին եւ ճանապարհը, մոտարապես 1.5 միլիոն եթե օպտիկական մալուխ անցկացնեն եւ մոտարապես 6-7 միլիոն $, եթե նաեւ ասենց հոսանքի կապ ստեղծեն Ադրբեջանի եւ Նախճեվանի միջեւ։ Աբսուրդ, Հայաստանը այստեղ այդ չնչին տրազիտից նույնիսկ չի օգտվելու, որովհետև կիսակողմ է։ Կիսակողմ 29%։ Սա ուղղակի մի հեքիաթ է, որը փորձում են ծախել մեր ժողովրդին։ Իմ համոզմունքով սա Միացյալ Նահանգների նվերն է Ադրբեջանին։ Բայց այդ նվերը տալիս է Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը։ Երբ որ քո մի տարածքի վրա մի միջանցք է ձևավորում այն քո տարածքում, որը ունի տրանզիտային պոտենցիալ։ Եվ դու կրկնեմ ուղղակի այս միտքը, դու կորցնում ես եւ քո աշխարհակահաղական լծակը, եւ կորցնում ես տնտեսական լծակը, որովհետեւ դու կիսակողմ ես հանդիսանում այդ պրոյեկտի մեջ։ Վերջերս շատ է նաեւ խոսվում նրա մասին, որ Ադրբեջանի տարածքով բեռներ են բերում, ծորեն, եւ ամենից հետաքրքիրը, որ ոչ մեկը չի խոսում նրա մասին, որ Հայաստանը ունի այլ հնարավորություն Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ունենալու համար։ Այն ճանապարհն է, որը սովետական միության ժամանակ հիմնականում օգտագործվել է։ Վրաստանով Երևան, Թիֆլիս, Սոչի, Туапсе, Կրասնոդար եւ Մոսկվա։ Այդ երկաթուղին գոյություն ունի, կա, չի աշխատում վրաց-աբխազական կոնֆլիկտի պատճառով։ Եվ այդ երթուղին ինքը այդ մարշրուտը մոտարապես 600-700 կիլոմետր ավելի կարճ է, քան Ադրբեջանով։ Եվ ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությունը զարգացնելու համար, ուղղակի բացելու համար։ Ռուսական կողմը ինչու քայլ չի անում, Եվ հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանը ոչ մեկը
մեկ նույնիսկ վագոն բեր չի տեղափոխելու, որովհետև ավելի թանկ է սա լինելու։ Դուք պատկերացնում եք վիճակ։ Եվ այստեղ հայկական ներդրում էլ պետք չի։ Ուղղակի բացվում է մի ուղղություն, որը Ադրբեջանից որևէ կախվածություն չի ստեղծում։ Եվ որի շնորհիվ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի վրա որևէ լծակ չի ունենալու։ Չզբաղվել սրանով ուղղակի հանցանք է։ Իսկ ինչ վիճակում է այդ երկաթգիծը։ Վերականգնելու համար ուղղակի շատ փոքր ավելի գումարներով այսպես կարող են վերականգնել։ Ես ուղղակի հիշեցնեմ հետևյալը, ես փորձել եմ այդ հարցով զբաղվել 2003 թվականին Շևարդնաձեի ժամանակ։ Շևարդնաձեն դրական արձագանքեց իմ առաջարկին, ասեց, եթե կարողանաք աբխազներին համոզել, կարելի է առաջ գնալ։ Եվ այն ժամանակ կապ ստեղծեցի նախագահ Աբխազիա եղել է Վլադիսլավ Արձիմբա, որին լավ ճանաչում էի, դեռ ինքը ասենց ժողովրդական պատգամավոր լինելով սովետական միության 89 թվականից։ Ինքը հիվանդ էր արդեն, իր հետ, իր այսպես ասենք դրական արձագանքը կար, շատ նախնական փուլում ուղղակի մտքեր փոխանակեցինք, բայց իմ մոտ կար համոզմունք, որ հետևողական լինելու կարելի է հարցը կարգավորել, որովհետև տնտեսապես բոլորին ձեռնտու էր։ Անվտանգային հարցեր պետք է լուծվեին, որոշ երաշխիքներ, որ սա չի օգտագործվելու քաղաքական ինչ-որ անկյան տակ։ Չհասցրեցիք թե ինչ։ Այստեղ իշխանությունը փոխվեց Վրաստանում, Սաակաշվիլին եկավ, որը շատ ագրեսիվ էր տրամադրված, Սաակաշվիլի հետ հնարավոր չէր այդ թեման քննարկել։ Եվ վերջապես ինքը նաև այսպես իր ագրեսիվությունը դրսևորեց հարձակումով Հարավային Օսեթիայի վրա, եթե հիշում եք այդ պատմությունը 2008 թվականի երկրորդ կեսին է եղել։ Սա շատ իրատեսական ուղղություն է եւ բոլորին ձեռնտու է եւ Ռուսաստանին իմիջիալոց եւ Թուրքիային, որովհետեւ Թուրքիան ստանալու է շատ ավելի կարճ երկաթուղային կապ Ռուսաստանի հետ։ Հայաստանի համար ուղղակի մի երազանքի պես բան է։ Եվ փոխանակ էներգիան դնել, այս ուղղությամբ փորձել միջնորդի դեր խաղալ, վերջը Աբխազիայում ավելի քան 90,000 հայ է ապրում։ Մոտարապես քանակով, մոտարապես աբխազների չափ է համայնք։ Սա այնն է, որը աշխարհական առումով մեզ կտա մի լրացուցիչ ազատության մի մեծ աստիճան։ Նաև բանակցելու համար Ադրբեջանի հետ, նաև խաղաղության պայմանագրի համար, որտեղ քո կոմունիկացիաները եւ կապը Ռուսաստանի հետ կախված չեն լինելու Ադրբեջանից։ Շատ པարզ ուղղակի կհրավիրեի մեր քաղաքացիներին։ Նայեք, բացեք քարտեզը։ Նայեք եւ հաշվեք, քանի կիլոմետր է Երևանից Մոսկվա, այդ Սոչիով եւ Կրասնոդարով քանի կիլոմետր է Երևանից Մոսկվա, Բաքու, Դերբենդ եւ այլ։ Մոտ 650-700 կիլոմետրով ավելի մոտ է այս ուղղությունը։ Ավելին, այս ուղղությունը կարող է նաեւ մարդատար գնաց կերարվի։ Ավակ սերունդը երևի հիշում է, որ Մոսկվային գնացքով Սևծովի ափով։ Սա լրիվ իրատեսական ծրագիր է, ուղղակի զբաղվել է պետք դրանով, զբաղվել ոչ թե դեմագոգիայով զբաղվել։ Կամ փակուղի ստեղծել եւ ասենց օթից բերած ինչ-որ ծրագրերի շուրջ քարոզչական շոուներ սարքել։ Սա եթե դու շարժվում ես Հայաստանի Հանրապետության շահերով, ուրեմն պետք է բոլոր հնարավորությունները փնտրես, որ մեկ կողմից այդպիսի կախվածություն չունենան։ Այսօր իրենց համոզել են, որ կախվածություն ունեն Ադրբեջանից, իրականում չկա այդ կախվածությունը։ Մեր ժողովրդին փորձում են համոզել, որ Հայաստանի զարգացումը միայն սրա մեջ է։ Եվ սա դարձնում է քարոզչական նյութ։ Իրականում ես նկարագրեցի այլ ընտրանքային ինչ հնարավորություններ կա։ Եվ դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ պետք չի հարաբերությունները կառուցել, այո, պետք է կառուցել։ Բայց երբ դու ունես նաև այլ տարբերակներ, դու կախյալի վիճակով չես բանակցում Ադրբեջանի հետ։ Լրիվ այլ պատկեր ես ստանում։ Եվ հետագա երկաթուղիները, այսպես ասենք, կախված չեն լինելու կաշխատի թե չաշխատի մեկ մարդի քմայճուկից։ Ավելի էժան տարիֆ կառաջարկեն Ադրբեջանով դոտ անեն։
բայց չի կարող ավելի էժան տարիֆ լինել ավելի երկար ճանապարհի համար։